Բարև բոլորին, բարև Մարի։ Մենք կրկին հանդիպեցինք եւ մեր այսօրվա թեման շատ հետաքրքիր է լինելու ըստիս, եւ մեր այսօրվա թեման է ընտանի կենդանիները եւ առհասարակ կենդանիները։ Կենդանիները մեր կյանքում։ Այ օրինակ դու ինչպես ես վերաբերվում կենդանիներին եւ արդյոք ունես ընտանի կենդանի։ Ես կենդանիներին վերաբերվում եմ շատ լավ, իրանք ինչպես որ մարդիկ են բնության մի մասնիկ, այնպես էլ կենդանիները եւ Աստծո կողմից ստեղծված ցանկացած բան, լինի դա կենդանի, լինի մարդ, իրանց պետք է սիրել, մարդիկ պետք է սիրեն կենդանիներին եւ կարծում եմ, որ կենդանիները իրոք մեր կյանքում շատ մեծ դեր են խաղում։ Եվ այո, ես ունեմ կենդանի, շուն, ում շատ սիրում եմ, ու եթե անկեղծ, ես թվում եմ շունիկից այնքան ոչ մի տենց ինչ-որ շունիկի չեմ կարա ինչ-որ համեմատություն տանեմ, որովհետև իմ շունիկի իմ համար շատ իդեալական է, ես իրան շատ սիրում եմ։ Իսկ դու ունես կենդանի կամ դու ինչպես ես վերաբերվում կենդանիներին։ Ես կենդանիներին շատ նորմալ ու շատ լավ եմ վերաբերվում, շատ ճիշտ ասացիր դու, իրանք շատ մեծ դեր ունեն մեր կյանքում, բնության մի մասն են ու առանց կենդանիների աշխարհը պատկերացնել ինչ որ անիմաստ կլինի։ Իրանք ուղղակի մեր կյանքը ավելի հետաքրքիր են դարձնում, լցնում են գույներով, ինչը ավելի գույնը դարձնում կյանքը ու հետաքրքիր։ Ունես դու կենդանի, որ պահում ես կամ ինչ-որ ժամանակ ունեցել ես ինչ-որ ժամանակ ունեցել եմ շուն, բայց հիմա չեմ։ Իսկ այդ շանը ոնց էիր վերաբերվում։ Շատ նորմալ, բայց օրինակ կան մարդիկ, ովքեր որ գալիս են, տեսնում են դու շուն ունես ու այդ շանը պահում ես, ու սենց ոնց որ շատ քիչ են գալիս քո տուն, ու ինչ որ վատ մեկնաբանություններ են անում, ոնց կարելի է շուն պահել, բան, ես այդ մարդկանց նորմալ չեմ վերաբերվում։ Դե հա, բայց մի կողմից էլ կարելի է հասկանալ, որ նման մարդիկ կենդանի չեն պահում, ու չեն հասկանում, իմանան թե կենդանուն որպես տան անդամ, որպես երեխա վերաբերվելը ինչ է իրանից ներկայացնում։ Ես ամենասկզբում, որ դեռ կենդանի չէի պահում, ես սենց մտածում էի, որ կապ չունի, որ ինքը կենդանի է, մենք ես իրանից ընդհանրապես չեմ զզվի, ոնց որ ուրիշ մարդիկ կարան զզվեն, ու տենց էլ եղավ, ես իմ կենդանուց ընդհանրապես չեմ զզվում, շատ հաճախ, եթե անկեղծ լինեմ, ինքը իմ բաժակից ջուր է խմում ու ինքը մաքրասեր շուն է, ինքը շատ ասում տենց բաժակով ջուր խմել, մաքուր տեղերում հաց ուտել, այդ իրականում շատ լավ է, որովհետև որոշ մարդիկ այդ մաքուր ասվածից մի քիչ հեռու են, իսկ ընդհանրում դու ընդհանրապես մենակ չխոսենք հա տնային կենդանիների մասին առհասարակ օրինակ դրսում ապրող կենդանիների մենակ շներ չէ կատուներ ենթադրենք դու ինչպես ես վերաբերվում այդ կենդանիներին դու մտածում ես որ այդ կենդանիների նկատմամբ վատ վերաբերմունքը որը ցավոք տեսնում ենք հաճախ նույնիսկ ամեն օր դու ինչ ես զգում քո համար դու դատապարտում ես նման մարդկանց ինչ ես դու զգում երբ որ դու տեսնում ես որ դրսի կենդանուն կարող են նվաստացնել վատ վերաբերվել իրականում շատ ցավալի է որ մեր մոտ այդ դեպքերը հաճախակի են տեղի ունենում ու մենք ականատես ենք լինում ես կարդացել եմ ու լսել եմ որ Եվրոպայում այն մարդը ով որ կենդանու հանդեպ այսպես այս ոտնձգություններ է կատարում այդ մարդուն դատում են որոշ չափով ու ինձ թվում է դա շատ ճիշտ է շատ ճիշտ այսպես ժողովրդավարության մի ձև է եւ ես շատ կուզեի որ դա մեր երկրում էլ լիներ Ես երբ որ շատ եմ ականատես եղել, թե ոնց են մարդիկ կենդանիներին ցավեցնում, անտուն կենդանիներին հիմնականում, ովքեր որ դրսում են ապրում, կատու լինի, շուն լինի ու առհասարակ ցավեցնում են, դա շատ վատ է։ Ու ինձ թվում է այդպիսի մարդիկ ուղղակի սիրտ չունեն, խիղճ չունեն ու կոպիտ ասած իրանք իմ համար չեն կարա լավ մարդ լինեն, այն մարդը ով կենդանու չի սիրում, ինձ թվում է ինքը, չգիտեմ, ոչ մեկի չի կարա սիրի, չգիտեմ, տենց է ինձ թվում։
Ամեն դեպքում դրան շատ վատ եմ նայում ու շատ եմ ուզում, որ այդ հարցին լուծում տան ու երևի մի օր այդ հարցը իր լուծումը կգտնի ու այլևս մենք դրսում չենք տեսնի թափառող անտուն շունիկների կամ կենդանիների։ Ինչպես որ դու նշեցիր, որ ուրիշ երկրում կենդանիների նեղացնելու համար մարդիկ դատվում են, ասեմ, որ նույնիսկ տարիներով են դատվում, ես մտեղ կարդացել էի, որ 7 տարի են դատում, ամենայն դեպս դա ճիշտ դիրքորոշում է կապված ընդհանրապես կենդանիների հանդեպ ու ընդհանրապես թող մարդիկ հասկանան, որ կենդանիները նույնպես սիրտ հոգի ունեն ու իրենք էլ են զգում այն ցավերն են վախերը, որոնք որ մարդիկ իրենց տալիս են։ Ես իրականում հաճախ միշտ անհանգստանում եմ նման կենդանիների համար, ովքեր ապրում են դրսում, որովհետև մտածում եմ, քանի որ մարդիկ շատ են չարացել, չգիտեմ, ինչ որ մի բանի ձելելով կարան իրենց այդ չարությունը դրսևորեն եւ ցույց տան կենդանու նկատմամբ։ Ես տեսել էի, չգիտեմ, դու դրա մասին տեղյակ ես թե չէ, բայց չքաղաքականացնենք այս հաղորդումը, ընտրությունների հետ կապված մի հատ շան սպանել են, սատկացրել են կենդանուն դրսի ու իրա վրա քարոզարշավի թերթիկներ են իրա վրա թափել ու այտենց մի քանի կենդանու վրա էլ ես անկեղծ ասած շատ զարմացած էի ու շատ ջղայնացած նման բան անողների նկատմամբ ու եթե անկեղծ ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր որ կենդանիներին նեղացնում են, իրանք անպայման իրենց կյանքում պատժվում են, որովհետև կենդանիները Աստծո կողմից ստեղծված էակներ են ու նրանք նույնպես արժանի են լավ վերաբերմունքի, արժանի են լավ կյանքով ապրելու Եվ անկախ նրանից, թե իրանք ապրում են դրսում, թե տանը, նրանք պետք է իրենց ապահով զգան։ Շատ դեպքերում ինձ թվում է դու է տեսած կլինես, որ բացի մենակ չար վերաբերմունքը նրանց նկատմամբ, այլ նաև շունիկներ կան, ովքեր որ ինչ որ թաղամասում իրենց անկյունը ունեն ու ոնց որ այդտեղի մարդիկ, ժողովուրդը ոնց որ իրենց համար տունիկներ են ստեղծում կամ ամեն օր կերակրում են իրենց։ Չգիտեմ, ես կարծում եմ, որ եթե աշխարհում բոլորը տենց լավ վերաբերմունք ցույց տան կենդանիներին, ամեն տեսնողը կսովորի ու ինքն էլ երբեք ոչ մի կենդանու մենակ դրսի կենդանիների մասին էլ չի խոսքը կամ տնային ընդհանրապես ցանկացած կենդանու նկատմամբ վատ վերաբերմունք չի դրսևորի։ Օրինակ, երբ որ ես ինչ-որ մարդկանց հետ եմ ծանոթանում, միշտ անպայման ուշադրություն եմ դարձնում նրանց վերաբերմունքի կենդանիների նկատմամբ, որովհետև եթե ուզում ես մարդուն լավ ճանաչես, պետք է տեսնես նրա վերաբերմունքը կենդանիների նկատմամբ ու իրականում այս խոսքը իմ համար շատ ճիշտ է, ես սրան շատ լուրջ եմ մոտենում ու կարծում եմ, որ ոչ միայն մարդու հետ ճանապարհ գնալն է ճանաչելու հատկություն ցույց տալիս, այլ նաև կենդանիների նկատմամբ վերաբերմունքը։ Դու ինչ կասես։ Ես համաձայն եմ այդ քո ասացի հետ։ Նաև մի անգամ, որ ես դու խոսում էինք էլի կենդանիների մասին, մեջ բերեցիր այդ նախադասությունը ու ինձ շատ դուր եկավ, շատ ճիշտ է ասված։ Ու այս պահի համար է իսկական, այո, եթե մարդուն ուզում ես ճանաչել, պետք է տեսնես, թե նա ինչպես է վերաբերվում կենդանիներին։ Ես համաձայն եմ քո հետ եւ նաեւ մի դեպք եմ հիշում, երբ կենդանուն կապել էին մեքենայի հետևից եւ մեքենան այդպես քշում էին, սակայն այդ ամենից հետո այդ մարդուն ոչ մի ինչ որ ոչ մի դատ, ոչ մի ինչ որ բան չեղավ։ Եթե լավ եմ հիշում, եթե սխալվում եմ, ինձ ասա, բայց ես շատ կուզեի, որ այդ մարդը դատվեր ու հասկանար իր մեղքի բաժինը, որովհետև դա աբսուրդի ժանրից է ուղղակի կենդանուն կապել մեքենայից ու այդպես մեքենան վարել ու առհասարակ կենդանուն ցավեցնել, չգիտեմ, դա ինձ թվում է նորմալ մարդը այդպես բան չի անի, անխիղճ կանի ու անսիրտը։ Իրականում ես կարծում եմ, որ ոչ թե ավելի շատ վտանգավոր է նման բան անող մարդը, այդ վտանգավորն են մարդիկ, ովքեր որ այդ ամեն ինչը տեսնում են, բայց լռում են։ Իրանք ավելի վտանգավոր են ու իրանց պետքա հենց ամենաառաջինը դատապարտել, քան անողին։ Կենդանիները իրականում մեղք չունեն, որ ընկել են այս աշխարհ ու այս աշխարհում իրանց վերաբերվում են շատ վատ։ Իրանք դրա համար մեղք չունեն։ Չնայած ես կարծում եմ, որ շատ ու շատ կենդանիների բախտ է բերում, երբ որ հայտնվում են կենդանասերներ, կենդանապաշտպաններ կամ այն մարդիկ, ովքեր որ ի վերջո խիղճ ունեն։
Ես միշտ աջակցել եմ այն մարդկանց, ովքեր որ ցանկացած կենթանու լավ են վերաբերվում, այ որը տենց ամեն մեկը տեսնի կենթանիների նկատմամբ վերաբերմունքը ինքն էլ կսովորի եւ ոչ մի կենթանու չի նեղացնի։ Մի ժամանակ կար ինչ որ առարկա դպրոցներում, երբ որ երեխաները ծանոթանում են կենթանիների հետ, նրանց նկատմամբ վերաբերմունքին էին ծանոթանում, տեսնում նրանց թե ինչպես պետք է վարվել կենթանու հետ, ինչ ճիշտ ձևով։ Բայց հիմա ես տեսել եմ ու գիտեմ, իհարկե դու էլ գիտես, որ նման առարկա չկա։ Դու ինչ ես կարծում, եթե նման առարկա լիներ դպրոցներում, ինչ ես կարծում, ինքը ինչ առավելություններ կտար ու ինչի կբերեր այսօրվա երեխաներին ու ընդհանրապես մարդկանց, ինչու՞ չէ նաև երեխաներին, ընդհանրապես մարդկանց, ինչ դեպի լավ կողմ կտաներ այդ առարկան։ Շատ լավ հարց էր ու ինձ թվում է, եթե այդպիսի առարկա լիներ, նախ եւ առաջ երեխու մտածողությունը ավելի կզարգանար ու երեխան երբ որ առերեսվեր ու շփվեր կենթանիների հետ, ինքը ավելի ուրիշ աշխարհայացք կունենար ու ավելի ուրիշ ձև կնայեր կենթանիներին ու դա ինձ թվում է շատ լավ արդյունքի կբերեր, ինձ թվում է բացասական ինչ որ բաներ չէին լինի, ինչ որ մինուսներ, միայն պլյուսներ, այսինքն այդ երեխան, երբ որ շան հետ ընկերություն անի, այսպես ասած, նա կարող է իր ընկերոջը ասել, գիտես, շունիկները լավն են, մեկը այն մեկին, այն մեկը այն մեկին, ու մենք ունենանք առողջ հասարակություն վաղը միսօր։ Ես շատ եմ հանդիպել, որ փոքր երեխաները փոքր 5-6 տարեկան, չգիտեմ, ավելի մեծ, ավելի փոքր իրանց ծնողների հետ քայլում են, ինչ որ կենթանի են տնում, գնում խփում են ու ծնողները ոչ մի բան չեն ասում։ Ես անկեղծ ասած այդ թեմով բան էի ուզում ասեի, կներես ընդհատման համար, իրականում ես լիքը ծանոթ դեպքեր գիտեմ, երբ որ երեխաների մեջ ահավոր չարություն է մտած կապված կենթանիներին։ Հա, ուզում են անպայման սատկացնեն, ինչ որ վնաս տան, կամ հետը չգիտեմ, մտցնում են բերանը, դա իմ համար ուղղակի, չգիտեմ, ուզում եմ նման ծնողներին հարց տամ, ուր եք դուք, երբ որ ձեր երեխաները կենթանիների նկատմամբ ցույց են տալիս դաժանություն։ Վաղը մյուսօր նույն վերաբերմունքը իրանք տալու են հենց ձեզ։ Ու ամենավատը գիտես որն է, որ այդպիսի ծնողները ներկա են այդ ամեն ինչին ու ոչ մի բան չեն ասում, իրանց համար դա նորմալ է ու ծիծաղում են։ Ասում են լավ է, նայեք, սենց է անում երեխես, ես ծանոթներին կամ լուր են անում, ասում են ընդհանրապես երեխա է, բայց դա ընդհանրապես երեխան վաղը միսօր կարա դառնա, չգիտեմ։ Իհարկե։ Սպանդանոց սարքի քաղաքը, որովհետև տենց փոքր բաներից է ամեն ինչ կախված ու այսօրվա այդ հիմա սենց ասեմ աշխարհի ու կյանքի շարժիչ ուժը ըստից երիտասարդությունն է, բայց այդ երիտասարդությունը պետք է լինի առողջ մտածելակերպի տեր մարդիկ պետք է լինեն ու հիմիկվանից պետք է այդ ուղղությամբ աշխատեն, որ չի կարելի կենթանու հանդեպ այդպիսի դաժանություններ անել։ Ու այդ ծնողից է գալի, որովհետև նայում ծիծաղում է, ասում է լավ է, մի հատ էլ արա։ Կամ օրինակ երեխան շանը դրսի ձեռը առնում, հետո լացում ու նեղում է նրանց, որ շունը ոնց որ իր վրա հաչում է կամ չգիտեմ, փորձում է ինքնապաշտպանվի, դրսևորում ցույց տա։ Ծնողը ֆորում ասում է շունը բանը կատաղած է, եկեք իրան տարեք ստեից կամ օրինակ այս շունը կատաղած է, խեն իրանց բաց թողնում ըստե։ Վերջում նման կենթանիներին հնարավոր է որ տանում են սպանդանոց կամ տանում են քննացնում են, որովհետև կատաղած է ու իրան դեմ բայց ու այն դեպքում երբ որ այդ կենթանին ուղղակի իր համար խելոք նստած էր։ Հիմա որ ինձ էլ կան ներվայնացնեն, ես էլ կարամ արտահայտվեմ։ Նույնը կենթանին։ Իրականում ես կարծում եմ որ ցանկացած ընտանիք ովքեր որ ի վիճակի են պահելու կենթանի ու կենթանիներին լավ են վերաբերվում, իրենք պետք է դու երևի նկատած կլինես, որ փոքր երեխաները 2 տարեկան կամ հենց ծնված օրվանից շունիկների հետ են մեծանում կամ կատուների ու ուտեղից արդեն իրանց մեջ ձևավորվում է կենթանիների նկատմամբ լավ վերաբերմունքն ու դրսևորումը։ Որտեղ ինձ թվում է շատ դրական բաներ է տալիս, ուսումը շատ լավ է։ Դա ամենաճիշտն է, որովհետև ես կարծում եմ, որ նման կենթանիների մեջ մեծացող երեխաները իրանք ավելի բարի են մեծանում, ավելի կենթանիների հանդեպ խղճով են մեծանում ու պաշտպանում են կենթանիներին։ Օրինակ իմ շրջապատում չկան հենց մեկը, որ մտածի, որ կենթանուն նեղացնելը նորմալ է, կամ եթե կենթանին իր վրա ագրեսիվ հաչում է, պիտի խփես իրան։ Ես օրինակ նման
բան կյանքում չանի, կապ չունի, ունեք ես չեմ սիրում ընդհանրապես ոչ մի կենդանիներին այնպես նեղացված, պատճառել, նվաստացած վիճակում տենալ, որովհետև ես կարծում եմ, որ կենդանիները նույնպես ունեն զգալու ունակություններ ու եթե իրանք լեզու չունեն, որ խոսան, ապա իրանք դա ցույց են տալիս։ Ես կարծում եմ, որ այս աշխարհը կփոխվի դեպի լավը մենակ այն ժամանակ, երբ որ մարդիկ սովորեն հարգեն բնության ցանկացած տար։ Լինի բնություն, լինի կենդանիներ, որովհետև կենդանիները մեր մի մասնիկն են։ Դու նկատած կլինես, որ կենդանիները նման են մարդկանց դեմքով։ Այսինքն դա ինչ է նշանակում, որ մարդիկ ու բնությունը կենդանիները կապված են իրար հետ։ Երբ որ մարդիկ լավ վերաբերվեն կենդանիներին, մենք ավելի կարողանանք այդ ամենը պահել ու չկորցնել։ Այ օրինակ ես կարծում եմ, որ երբ որ մարդ կենդանու հանդեպ վատ է վարվում, չգիտեմ, կյանքում իրա պատժվում է։ Կյանքի կողմից իհարկե։ Ես տենց եմ կարծում, որովհետև կենդանիները անմեղ էակներ են ու չգիտեմ, իմ կարծիքով իրենց նեղացնելը տվյալ մարդու կամ մարդկանց վրա վատ է անդրադառնում կամ կանրադառնա։ Ես այսպես եմ կարծում։ Իսկ դու? Ես էլ եմ այդպես մտածում, որ շատ սխալ է, երբ որ կենդանուն ցավացնում են ու այդ շատ վատ է անդրադառնալու, քո ասացի պես, ու ես մեծ հույսով եմ, որ մի օր մեր աշխարհը դեպի լավը կգնա, դեպի դրական կողմ կգնա ու այդ առումով մենք այլևս մտահոգվելու կարիք չենք ունենա ու մեր անտուն շունիկների համար կգտնվեն կացարաններ ու իրենք ապահով կլինեն շատ ու այլևս այն մարդիկ, ովքեր որ ցավ են պատճառում կենդանիներին, կպատժվեն եւ այլևս նման բաներ չեն անի։ Ես թվում է, որ եթե կենդանիների նեղացնող մարդիկ պատժվեն, մյուսները խելքի կգան ու իրանք էլ արդեն կսկսեն ավելի զգուշ նման դեպքերին մոտենալ։ Դե ինչ, ես կարծում եմ այսքանը հերիք էր եւ մեզ նայող մարդիկ, այն մարդիկ, ովքեր որ բախտի բերմամբ թե պատահմամբ այն մարդիկ, ովքեր որ կենդանիներին նեղացնում են, իրանք կտեսնեն այս հաղորդումը եւ իրենց մեջ կոնե մի բան կարթնանա, որ խիղճը կարթնանա։ Այո։